Սիրելի երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ, օգոստոսի 22-ին Sevan Festival City-ում, դա այն տարածքն է, որտեղ տեղի ունենում Sevan Startup Summit-ը, տեղի ունենալու Վարչաֆեստ առաջին մրցույթ փառատոնը երաժշտական, ինչ է այդ փառատոնը իրենից ներկայացնում։ Մի քանի փուլ հաղթահարած երիտասարդ երաժշտական խմբերը հանդես են գալու իրենց երաժշտությամբ եւ ժյուրիի ու տեղում ներկա գտնվող հանդիսատեսի քվեարկության արդյունքներով որոշվելու է հաղթողը, լինելու է մրցանակաբաշխություն, դրամական պարգևներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա բուն մրցութային process-ն է, բայց իհարկե զուգահեռ տեղի է ունենալու մեծ տոնախմբություն, լինելու է տոնավաճառ, լինելու են ժամանցային ծրագրեր, խաղեր, լողափին լող եւ այդպես շարունակ։ Իհարկե մրցութային ծրագրից առաջ նաեւ լինելու է շատ լավ համերգ, հանդես են գալու Լավելի խումբը իր 30-ամյակի առիթով եւ հանդես է գալու Kami Friends խումբը, սա մրցութային ծրագրի դուրս, այսինքն մրցութային ծրագրից առաջ եւ բնականաբար որտեղ երաժշտություն, այնտեղ պար, ժամանց, շփումներ, սնունդ, կարճ ասած փառատոն բառից բուն իմաստով լինելու են նաև տաղավարներ Գեղարքունիքի մարզի, մեր սիրելի հայրենակիցները կներկայանան իրենց արտադրանքով, ապրանքներով, ծառայություններով, ուտեստներով եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա օգոստոսի 22-ին այցելուների համար ծրագիրը սկսվելու է 12:00-ից եւ այդ օրը օգոստոսի 22-ի առավոտյան ժամը 09:30-ին Երևանի Սասունցի Դավիթ կայարանից գնաց կմեկնի ուղիղ դեպի փառատոնի տարածք, իսկ երեկոյան 22:30-ին կվերադառնա Երևան երկու ուղղություններով էլ առանց կանգառի եւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են փառատոնով, դեպի տարածք, ասեմ նաեւ, որ մուտքը ազատ է, որևէ վճար չի նախատեսվում, բոլորիդ հաճույքով հրավիրում ենք ներկա գտնվել, հաճելի ժամանակ անցկացնել եւ լսել լավ երաժշտություն, քվեարկել, որոշել հաղթողին։ Բայց նաեւ ասեմ, որ այցելությունները կարող են օգոստոսի 21-ից միանալ փառատոնին եւ վայելել վրանային գիշերակացը Սևանի ափին, կարող են գալ իրենց վրաններով, որոնց համար առանձնացված է տարածք, այսինքն դուք ձեր վրաններով կարող եք գալ եւ այդ վրանները տեղադրել, բայց նաեւ այնտեղ տեղում սիմվոլիկ գներով տրամադրվում են վրաններ եւ այն մարդիկ, ովքեր իրենց վրանով չեն գալիս, կարող են նաեւ տեղում վարձակալել վրաններ։ Ասեմ նաեւ, որ ես գնացքով գնալու երթուղին ասացի, բայց մարդիկ կարող են գալ նաեւ իրենց ավտոմեքենաներով, ավտոմեքենաների համար նախատեսված է կանգառներ կան, այսինքն կարելի է հարմար տեղավորվել, իսկ դեպի տարածք տանող ճանապարհները բավականին լավ վիճակում են գտնվում։ Այսքան ընդհանուր տեղեկատվությունը եւ իրոք երիտասարդներին եւ ոչ միայն երիտասարդներին սիրով հրավիրում եմ։ Այսինքն օգոստոսի 21-ից արդեն կարող են նրանք, ովքեր ուզում են գիշերակացով գնալ, այնտեղ տեղավորվել 22-ին, ամսի 22-ին ժամը 12-ից կսկսվի ծրագիրը, մրցութային փուլից առաջ տեղի կունենա Լավելի եւ Kami Friends խմբերի համերգը եւ որից հետո տեղի կունենա մրցութային ծրագիր։ Այս ողջ ընթացքում տարածքում կլինի ուրախ տրամադրություն, սնունդ, խաղեր, լող, պար, շփումներ, սուրճ, թեյ եւ այդպես շարունակ, իհարկե այս սնունդը եւ այլն կլինեն վճարովի հիմունքներով, տրամաբանական գներով,
Ահա սա է փառատոնի ընդհանուր պատկերը եւ նկարագիրը եւ կրկին ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրով հրավիրում եմ օգոստոսի 22-ին Սևանի ափին Սևան ֆեստիվալ City տարածքում, որը եթե գնում եք Ծովագյուղի կողմից գտնվում է Վարդենիս չհասած, իսկ Վարդենիսի կողմից դե բնականաբար Վարդենիսը մեծ Մասրիկը, փոքր Մասրիկը անցնում եք եւ այնտեղ իհարկե կլինեն ցուցանակներ եւ կարողանաք հեշտությամբ գտնել։ Լավ եղեք, սպասում ենք բոլորիդ, սպասում եմ բոլորիդ եւ սիրում եմ բոլորիդ։ Բարի ժամանց մեզ օգոստոսի 22-ին։ 17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը իհարկե շատ կարևոր է մեզ համար, նաև շատ կարևոր է լավ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի միջազգային տեսանելիությունը եւ ճանաչելիությունը ավելի բարձրացնել եւ սպասվում է 10,000-ից 15,000 մարդու մասնակցություն, համենայն դեպս սովորաբար այդ միջոցառումների միջին մասնակցությունը այդքան է, ինչը նշանակում է, որ նաև туриզմի շատ մեծ ներհոսք է լինելու եւ սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար նախ ծառայություններ մատուցել եւ հետո իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետեւ մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ եւ իրենք էլ են վերադառնում։ Այսինքն մանավանդ туриզմի ոլորտում մեր վերընթաց զարգացման այս իրավիճակում սա լավ հնարավորություն է Հայաստանի туриզմի եւ մասնավոր ընկերությունների համար, այդ թվում իրենց ծառայությունները գովազդել եւ նոր գործընկերություններ ձեռք բերել։ Հաջորդը մենք ըստ էության կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորել ենք պետական բյուջեից, բայց ներդրումների հիմնական ուղղությունը եղել է մասնավոր հատվածում եւ մասնավորապես մենք մեծ ներդրում ենք արել Մերիդիան կենտրոնում, բայց նաև այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել եւ մասնավորապես այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր մենք այդ ձևավորված ենթակառուցվածքը կառավարությունը իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ մենք ըստ էության ֆունդամենտալ ձևով լուծում ենք այդ հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել, իհարկե որոշակի սահմաններում, իհարկե նաև մեր ունեցած մյուս ենթակառուցվածքների հետ միասին եւ սա շատ կարեւոր է, որ ունենանք պատշաճ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք։ Նաև Երևանի այդ հատվածը վերջին շրջանում կատարված աշխատանքների եւ ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում։ Ուզում եմ ասել, որ մենք այնտեղ այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ եւ մենք այս աշխատանքի ընթացքում նաեւ Երևանը նոր փողոց կունենա եւ ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ փողոց անվանեն COP17-ի փողոց, որպես նաեւ այդ համաշխարհային միջոցառման նշանավորում եւ բացի այդ հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են Կարմիր կամուրջի հետ, նրանք շատ կարևոր մի մաս են կազմում եւ նաեւ Երևանի պատմամշակութային մի կլաստեր եւս ավելանում է նաեւ հանդիպումների եւ միջոցառումների եւ իհարկե մնացած մասով Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է, այնպես որ հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում։